Մարմարիկ գետում անհետանալուց 20 օր անց հայտնաբերված երկուամյա փոքրիկ մարմնի արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին Փաստինֆոյի հետ զրույցում ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, նշելով, որ նշանակվել է ԴԻԱԿ-ի դատաբժշկական փորձաքննություն։ Երեկ ներքին գործերի նախարարն այցելած է եղել փոքրիկ Տիգրանի ընտանիքին։ Այսօր առավոտյան գետի հատակից հայտնաբերել էին երեխայի մարմինը։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Մեդիահաբի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնել է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքներից, թե ինչպես է հաջողվել գտնել նրա մարմինը հենց այսօր առավոտյան, նաև որոշ տեղեկություններ հայտնել են երեխայի հարազատների հետ շփումներից։ Շուրջ 20 օր ամեն առավոտ, վաղ առավոտից վեր սկսվում էին որոնողական աշխատանքները և դադարեցվում էին միայն մութն ընկնելուն պես, և այսօր նույնպես վաղ առավոտից վեր սկսվել էին որոնողական աշխատանքները և ժամը 10:40-ի սահմաններում Մարմարիկ գետում Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ ջրասուզակը հայտնաբերել է որոնվող երեխայի դին։ 20 օր շարունակ ինտենսիվ աշխատանքները շարունակվում էին, որին մասնակցում էին թե փրկարար ծառայողները, թե ոստիկաններ, քննարկվել են բոլոր տարբերակները, բոլոր վարկածները։ Վերջին շրջանում նաև գետի հոսքի հետ կապված փոփոխություններ են իրականացվել և արդեն վերջին մի քանի օրերին գետի հոսքը բավականին նվազել էր համեմատած առաջին օրերի հետ և այսօր կամրջի տակ հայտնաբերվեց ցավոք սրտի երեխայի դին, ասել էր Նարեկ Սարգսյանը։ Դիտարկմանը, թե գետի հոսքի փոփոխությունն է նպաստել, որ երեխան հայտնաբերվի, քանի որ նախորդ օրերին ջրասուզակը մի քանի անգամ նույն տարածքում փնտրել է ու չի գտել, Նարեկ Սարգսյանն ասաց. ինչպես նշեցի, գետի հոսքի հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել, և այսօր գետի մակարդակը բավականին իջած է եղել, և ջրասուզակը հայտնաբերել է երեխայի դին գետից, ընդ որում ոչ թե ջրի վրայից, այլ խորքից, գետի հատակից։ Ինչ վերաբերում է Տիգրանի հարազատների նրանց հետ այս օրերին տեղի ունեցած շփումներին, ապա ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության ղեկավարն ասաց, որ մշտապես ընտանիքի հետ կապի մեջ են եղել թե փրկարար ծառայության, թե ոստիկանության աշխատակիցները, իսկ երեկ էլ Տիգրանի հարազատների խնդրանքով երեխայի ընտանիքի հետ հանդիպում է ունեցել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ընտանիքի կողմից վերջերս նամակ էին գրել ներքին գործերի նախարարի էլեկտրոնային փոստին ցանկություն հայտնելով հանդիպել նախարարի հետ։ Երեկ ներքին գործերի նախարարը այցելել է փոքրիկի հարազատներին քննարկելու ընդհանուր իրավիճակը, վարկածները, տարվող աշխատանքները, որից հետո նաև որոշակի հանձնարարականներ է տվել, ասաց Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ժամը 10:52-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներն իրականացնող փրկարարները ժամը 10:40-ում Մարմարիկ գետում Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ժամը 11:11-ին փրկարարները գետից դուրս են բերել երեխայի դին։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ժամը 11:47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է։ 2 տարեկան Տիգրանի ողբերգական կորուստը ցնցեց բոլորիս։ 20 օր շարունակվող ճազգը, աչքը դեպի էկրաններ ու աղոթքներով լցված սրտով սպասում էր հրաշքի։ Փրկարարներն ու ոստիկաններն օր ու գիշեր անձրևի ու ցրտի տակ չնահանջեցին որոնումներից։ Նրանցից շատերն իրենց երեխաներին օրեր շարունակ չեն տեսել, որովհետև ծառայության մեջ էին հանուն մեկ փոքրիկի, որը դարձավ ամբողջ ժողովրդի որդին։ Բայց այս ընթացքում ցավալի ու ամոթալի երևույթներ էլ արձանագրվեցին։ Լրագրող Փահիլակ Ֆահրադյանը գրել է. Ցավոք, երկուամյա Տիգրանի փոքրիկ մարմինը հայտնվեց գետում։ 20 օր շարունակ փրկարարներն արեցին հնարավորն ու անհնարինը, ու ցավոք այս ընթացքում ողբերգության հաշվին փիառվողների պակաս չկար։ Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչում, որ օրը մի բան էին հայտարարում, որ լայք հավաք էին, խաղում էին մարդկանց հույզերի հետ։ Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին, գրել էր նա։
Խորապես անձնական ողբերգությունը վերածվեց մի շարք անձանց կողմից ցինիկ PR-ի և ուշադրություն գրավելու միջոց։ Էքստրասենսներ, ինքնահռչակ տեսնողներ, պսևդոքաղաքագետներ, բլոգերներ ու սենսացիաներով ապրող նորաոճ օգտատերեր սկսեցին ամեն օր հրապարակել կեղծ տեղեկություններ, իբր տեսել են երեխային այս կամ այն հատվածում, իբր իրենց զգացողությամբ նա ողջ է կամ տեղափոխվել է, անգամ անուններ նշեցին։ Առանց հիմքի, առանց պատասխանատվության զգացողության, խաղացին մարդկանց հույզերի, հույսի և վախի հետ։ Հասարակությունը ճեղքվեց, մի մասը համախմբված սպասում էր լուրի, աջակցում փրկարարական աշխատանքներին, իսկ մյուս մասը ցավալիորեն զբաղված էր լայքերի, դիտումների և համբավի կուտակումով։ Այս ամենը ոչ միայն պղծեց ազգային սգի մաքրությունը, այլև ավելացրեց ընտանիքի ցավը անորոշության օրերին, ստիպելով կարդալ հերթական սուտ մարգարեությունը։ Տիգրանի մահը սուրբ ու անմեղ փոքրիկի անբացատրելի կորուստը պետք է դառնա սթափեցնող սահմանագիծ։ Չի կարելի ցավը խառնել շոուի հետ։ Չի կարելի ընտանեկան ողբերգությունն օգտագործել որպես բեմ սեփական անունը բարձրաձայնելու համար։ Այս պատմությունը պիտի հիշեցնի մեզ, որ ոչ միայն իշխանությունները, այլև հասարակությունն ինքն ունի բարձր պատասխանատվություն ինչպես վարվել ցավի պահին, ինչպես լռել, երբ պետք է, և ինչպես աջակցել առանց վնասելու։ Փայլակ Վահրադյանի գրառումը դարձավ հայելի, որտեղ շատերը կարող են նայել ու ամաչել, իսկ մենք բոլորս պարտավոր ենք կանգնել ընտանիքի կողքին, մաքրությամբ, կարեկցանքով ու լռությամբ, երբ խոսքը քիչ է, իսկ ցավն անծայր։ Ախաչքս քո ճամփի